Տիկին Մարինա, կպատմեք ինչպես ձերբակալեցին ձեր աղջկան, Զարուհի Փոստանջյանը մանրամասներ ներկայացրել է, դուք ինչ կասեք։ Հարևանգել են, չեն ձերբակալել։ Մենք նստած էինք տանը, լիդված էր զգումերը, մեկը դուրս զանգվեցին։ Միաժամանակ ասեցինք տեսնես ով է չբացի, հետո Լիլիթի մոտ եկավ, ասեց ինչ կա, ով եք դուք, ասեցին որ 32 դպրոցից փաստաթուղթ կա, սուրակը, ինքը դուրը բացեց, իրանք ներխուժեցին մեր միջանցքը ու անմիջապես կանդալները գցին ու տեսանք որ դրսից երևի երկրորդ հարկից բարձրացան 5-6 պոլիցեյսկիները ու տարան ես հեռախոսը Լիլիթի երկուսս օգտվում ենք այդ հեռախոսից, այդ հեռախոսը ուզեցի մի ոստիկան դրեց գրբանը, ես ուզեցի հանել, ինքը խփեց իմ ձեռը։ Ես չէի զգա այդ ժամանակ ցավ, հետո նոր զգացի, էսը ոստիկանական քաշքշոցից հետո ինքը վատացել է և կանչել է շտաբօգնություն, ինքը իր ոտով բարձրացրել է շտաբօգնություն, բերել են հիվանդանոց, որտեղ որ պիտի հոսպիտալացնեին իրան, կազմակերպել են օգնություն, բայց հետո ասեցին որ տանում են MRT-ի, նստացնում են սայլակի մեջ, ես տեսա, ինքը շատ գունատ էր, չէր կարող խոսել, շրջահեղձ էր, MRT-ից մենք մի ժամ ու կես սպասեցինք, ասեցին MRT չեն տարել, տարել են ուրիշ տեղ, ոստիկանական ուրիշ բաժանում։ Տիկին Աղեկյան, դուք երեկ գնացել էիք փաստաբանի ներկայությամբ տեսակցելու ձեր քրոջը, Աբովյան քրեակատարողական հիմնարկ, արդյոք հաջողվեց ձեզ տեսնել ձեր քրոջը, ինչ խոչընդոտների այնտեղ բախվեցիք, ինչ եք պատրաստվում անել, ի վերջո ստացաք ձեր հարցերի պատասխանը ձեր քրոջ առողջական վիճակի վերաբերյալ։ Այո, մենք երեկ փաստաբանի Զարուհի Փոստանջյանի հետ, օֆիցիալ Լիլիթի փաստաբանի եւ մայրիկիս հետ գնացել ենք տեսակցության Աբովյան քրեակատարողական հիմնարկ, դա մեր օրինական տեսակցության իրավունքներ, մենք չկարողացանք տեսակցել Լիլիթին, ասացին, որ իր մոտ գտնվում են քննիչներ եւ այդ պահին քննչական գործողություններ են իրականացվում, դրա համար մենք չենք կարող տեսակցել Լիլիթին, ընդհանրապես նման գործողությունները իրավունք չկա ընդհատելու։ Մենք սպասեցինք մինչև տեսակցության օրինական ժամը, այսինքն 17-ը, հույս ունենալով, որ մինչև 17:00 դա կվերջանա, եւ մենք կարողանանք այնուամենայնիվ Լիլիթին տեսակցել։ Դա մեր մոտ չստացվեց։ Չհաշված, որ թույլ չտվեցին նաեւ փաստաբանին գնալ։ Դա շատ մեր համար, իմ ու մամայի համար շատ առնվազն տհաճ երևույթ էր, եւ մենք փաստորեն բավականին զայրացած ենք, որտեղ Գյումրիից հասել ենք մինչև Աբովյան քրեակատարողական հիմնարկ եւ փաստի առաջ ենք կանգնել, չենք կարողացել տեսակցել։ Այսպիսի խնդիր էր։ Ինչ մնում է առողջության, հետո եկավ ՄԻՊ-ի ներկայացուցիչը Զարուհի Փոստանջյանի կանչով, երևի լսած կլինեք, տեսած կլինեք, նա ավելի շատ մանրամասն կներկայացնի ինչի համար է ՄԻՊ-ը կանչվել։ Եվ ընդհանուր առմամբ կոնկրետ առողջության վերաբերյալ իրանք երևի չէին էլ կարողանա հստակ ինֆորմացիա տալ, համենայն դեպս ընդհանուր պատասխան տվեցին, որը ես չեմ կարող ասել, ոչ թե չի միգուցե համապատասխանում է իրականությանը, բայց ինչ ոչ մի բան իր առողջության վերաբերյալ ոչ մի պարզաբանող, այսպես ասեմ, հանգամանքներ չեն ասվել։ Տիկին Աղեկյան, իսկ ընդհանուր ինչ կարծիքի եք այս ամենի վերաբերյալ, տպավորություն է ձեր քույրը ամենավերջին հանցագործն է մեր երկրում, համենայն դեպս իրենք այնպիսի աղմուկ են բարձրացրել, որ սա արդյոք խոսում է այն մասին, որ իշխանությունները
վախեցած են Լիլիթ Աղեգյանի գործողություններից, բացահայտումներից։ Գիտեք, ես այդ հարցին դժվարանում եմ պատասխան տալ։ Լիլիթը հետաքննող լրագրող է։ Նա զբաղվում է կոռուպցիոն տարբեր տեսակի սկանդալներով, նա հետամուտ է լինում տարբեր տեսակի հաղորդումների, որ իրան տալիս են օրինակի համար, տարբեր հիմնարկ ձեռնարկություններից եւ այլն։ Դա հետամուտ լինելով հանդերձ նա հայտնաբերում է ինչ-որ, այսպես ասեմ, խախտումներ եւ այլն։ Լիլիթի գործունեությունը զբաղված է եղել կոնկրետ կոռուպցիաները հայտնաբերելու հետ կապված։ Ես չեմ ուզում դա քաղաքականացնել, դա ինչ կապ ունի, անկախ նրանից ինչ հայացքներ ունի Լիլիթը, դա ինչ կապ ունի։ Ինձ թվում է, որ ցանկացած երկրի համար նման մարդու նման գործունեությունը միայն պետք է առնվազն լավ դիտվի եւ նման մարդիկ պետք է շատ լինեն հանրապետությունում, որովհետեւ դա բարեօգուտ գործ է, այսպես ասենք, որը նպաստում է հանրապետության զարգացմանը, ինչի՞ չէ կոռուպցիայի վերացմանը, բոլոր երկրներում դրան են ձգտում։ Դա ինչ կապ ունի քաղաքականության հետ։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ կապ ունի դա։ Լավ չի, որ նա հայտնաբերել է կոռուպցիոն սխեմաներ։ Դա միայն օգուտ է։ Դա միայն ժողովրդի համար, նույն երևի կառավարության համար, ժողովրդի համար ամենակարևոր, դա միայն օգուտ է։ Ինչի են դա փորձում քաղաքականացնել, ես չեմ հասկանում։ Ու Լիլիթը շատ լավ ճանաչված ժուրնալիստ է, դուք ինձ թվում է կհավաստեք այդ մասին։ Լիլիթին ճանաչում են ոչ միայն Գյումրիից դուրս եւ մի քանի երկրներում էլ այո, իրան ճանաչում են։ Գիտեն որպես ազնիվ, խելացի, գրագետ ժուրնալիստ, որը հետամուտ է լինում ցանկացած բողոքի եւ փորձում է մաքսիմալ մարդկանց օգնություն իր գիտելիքների, իր մասնագիտական, այսպես ասած, գործունեության շրջանակներում ինչ որ օգնություն կազմակերպի։ Դա ինչ կապ ունի քաղաքականության հետ, ես ուզում եմ հասկանալ։ Տիկին Աղեգյան, դուք այդ օրը այստեղ չեք եղել, այդ ցերպակալության օրը, նաև Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ չեն թողել, որպեսզի ինքը ներգրավվածություն ունենա այս գործում։ Այստեղ որևէ միտում տեսնում եք, ասում են նշանակել են մի հանրային պաշտպան, ով իրապես չի կարողանում Լիլիթ Աղեգյանի շահերը պատշաճորեն ներկայացնել, պաշտպանել նրա շահերը։ Ես ուզում եմ ասեմ հետեւյալը. դա իրավաբանական կողմը այդ հարցի կարող է պարզաբանել միայն իրավաբանը։ Ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, բայց ես հասկանում եմ, որ նրա Լիլիթի օֆիցիալ իրավաբանը Զարուհի Փոստանջյանն է։ Թե ինչ կոնկրետ պատճառով նա ներգրաված չի եղել ու ինչու են բերել կողմնակի, այսպես ասած, փաստաբանի, նշանակովի փաստաբանի, ես չեմ հասկանում։ Եվ վերջապես իմ տեղեկությամբ Լիլիթը այնուամենայնիվ պահանջել է իր փաստաբանի։ Ես չեմ կարող դրան իրավաբանական գնահատական տալ։ Հա, որպես մարդ ինձ զարմանալի է այդ փաստը, առնվազն զարմանալի է, բայց գնահատական ես չեմ կարող տալ դրան իրավաբանական։ Դրա համար գոյություն ունեն իրավաբաններ։